Տեր Հիսուսի խաչելության ժամանակ արևի խավարում եղավ։ Եթե ձեր ձեռքում Էջմիածին կամ Նոր Էջմիածին աստվածաշնչյան հայերեն թարգմանությունն է, ապա այնտեղ Ղուկասի ավետարանի 23-րդ գլխում կտեսնեք, որ գրված է, որ արևի խավարումը տեղի ունեցավ կեսօրից մինչև ցերեկվա ժամը 3-ը։ Իսկ եթե ձեր ձեռքին Արարատ կամ Նոր Արարատ թարգմանությունն է, այնտեղ գրված է, որ արևի խավարումը տեղի ունեցավ 6-րդ ժամին։ Հիմա որ ժամին տեղի ունեցավ արևի խավարումը, 6-րդ ժամին, թե ցերեկվա ժամը 12-ից մինչև 3-ը, եւ արդյոք կա այստեղ կոնֆլիկտ։ Չէ, կոնֆլիկտ չկա։ Ուրեմն այդ ժամանակ հրեաների օրը սկսվում էր երեկոյան արևը մայր մտնելուց, բայց իրենց ժամերը նրանք հաշվում էին արևածագից, այսինքն առավոտ ժամը 6-ին, որ մարդիկ զարթում էին, ասում էին առաջի ժամն է, այդպես երկրորդ ժամ, երրորդ ժամ, եւ Արարատ եւ Նոր Արարատ թարգմանության մեջ, որ գրված է 6-րդ ժամ, այդ ցերեկվա առավոտվա ժամը 6-ից սկսած լինում է ցերեկը։ Հիմա Արարատ եւ Նոր Արարատ թարգմանությունները օգտագործել են այնպես, ինչպես որ գրված է, բայց Էջմիածին եւ Նոր Էջմիածին թարգմանության մեջ թարգմանիչները գրել են մեր ժամանակակից հռոմեական ժամանակակից ժամային համակարգով, որպեսզի ընթերցողները կարողանան ճիշտ հասկանալ։ Դե լավ, սիրելի բարեկամներ, միացեք մեզ Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքին, հազարավոր հայ մարդկանց հետ միասին Աստվածաշունչն ամեն օր կարդալու համար։ Աստված օրհնի բոլորիդ։